Հարգելի հետևորդներ ջան, ես մի բան եմ ուզում ձեզ խնդրեմ, ես անցած անգամ ասեցի, ուրեմն տեսեք, որոշ մարդիկ երևում է չեն հանգստանում, եւ ինձ մոտ արդեն տպավորություն է, ես խնդրեցի իմ ալիքը չվերածել գովազդի, այս ալիքը ի սկզբանե, եթե հիշում եք, ես ստեղծել եմ իմ վերլուծությունների համար։ Եթե ես զգամ, որ իմ ալիքում ինչ որ մեկը ավելի շատ կարող է ասել կամ ավելի կարևոր ինֆորմացիա ձեզ կարող է տալ, կամ այսպես ավելի մասնագիտական, ես գիտեք, դրսից փնտրում եմ մասնագետներ, ընթացքում էլ կփորձեմ ավելի ակտիվ դրսից բերել մասնագետներ։ Բայց եթե ես գտնեմ, որ ինչ-որ մեկը շատ ավելի կարևոր բան կարող է ասել եւ ձեզ իրականությունից չշեղել, ասենք, չգիտեմ, ռուսական ռոպագանդա տակից չտարածել, ես անպայման այդ մարդկանց կկանչեմ եթեր ուշ թե շուտ, հա։ Ասել եմ, որ ներքաղաքական կյանքին խառնվելու մտադրություն չունեմ։ Եթե ես զգամ, որ, ասենք, դրա անհրաժեշտությունը շատ կա կամ կզգամ մեկը, որ շատ, այսպես ասում է, ամբողջությամբ իմ գաղափարներին համապատասխանում է կիսումը, գուցե մի օր գա ես ինչ-որ մարդու հրավիրեմ եթեր, բայց այս ալիքը նրա համար է, որպեսզի մենք միասին մասնագիտորեն, պրոֆեսիոնալ ձևով հասկանանք ինչ է կատարվում աշխարհում եւ մեր շուրջը։ Ես դրա համար աշխատում եմ օր ու գիշեր։ Աշխատում եմ ձեզ ներկայացնել շատ ավելի լայն ընդգրկուն տեղեկատվություն, քան դուք ստանում եք ներսից։ Եթե ինձ կամ ինչ-որ մեկը ինձանից ավելի լավ է մեկնաբանում, անպայման դուք իմ ալիքում նրան կտեսնեք, եթե իհարկե իր ինքը համաձայնվի եւ այլն։ Հիմա ես մի ուրիշ բան եմ ասում, ասենք իմ մոտ արդեն տպավորությունն է, որ այն մարդիկ, ովքեր ասում են ինչի ես ինչ ես կանչում, հենց իրենք են գրողները կամ իրենք են ասել գրեք, հա, մի խայտարակվեք, ասում, մի արեք այդպիսի բան, չի կարելի։ Սա իմ ալիքն է, իմ վերլուծություններն է, որ ես աշխատում եմ, ասում եմ, միայն ներկայացնել, ուրեմն այն ինչ որ ես աշխատում եմ, ուսումնասիրում եմ, փնտրում եմ, վերլուծում եմ ձեզ համար, այս ալիքը ի սկզբանե դրա համար է եղել ստեղծված։ Ինչ որ մի պահ որոշեցի անել հարցազրույցներ, հետո ինձ համար արեցի եզրակացություններ, կարևոր, հետո հասկացա, որպեսզի դուք չշեղվեք, որպեսզի դուք իմանաք ճշմարտությունը, որպեսզի դուք հասկանաք ուրեմն իրական վտանգներն ու մարտահրավերները, ես կընտրեմ այս ֆորմատը, հարգելի հետևորդներ ջան։ Երկրորդը, օրինակ, երբ որ դուք առաջարկում եք կանչել ինչ-որ մարդու, որը Հայաստանը փրկում շարլատան ռուս գործարարի հետ, ներկայանալով իբր արևմտամետ, հա, որը Հայաստանը փրկում կանչելը, ասենք ինչ-որ հավաք հրավիր է, կանչելը, ասենք ամուր սարը փակող նախաձեռնություն, ասենք թաքնված պուտինիստի, կանչելա պուտինիստ մի հատ վետերինար անասնաբուժա, բժիշկա, ինչա չգիտեմ, ասենք ով է, որոնք ասենք տակից ու շատ ակտիվ ռուսական գաղափարներ է քարոզում, բայց ինքը Հայաստանը փրկում դրանցով։ Ես այդ մարդկանց կանչեմ եթեր, որ ինչ անենք, ժողովուրդ ջան, որ ձեզ տակից ռուսական գաղափարներ առաջ քաշի կամ ինչ որ գուցե ասենք ուղղորդված ինչ որ գաղափարներ ներկայացնի, վերջում կտեսնենք էլի ով է, ես ասացի համբերեք հասկանանք ով ինչ է անում։ Եվ որ մարդը կանչում է ռուս շարլատան գործարանի հետ Հայաստան, ռուս շարլատան, Ռուսաստանը բնակ հայ շարլատան գործարանի հետ, որի վրա թեմաներ կա, ես հենց ընթացքում հետագայում ընտրությունների մոտ հավաքում եմ ներկա, որ ինչ, կանչեմ մարդ, որ ակնհայտորեն ռուսական նարատիվներ է տարածում, այդ մարդու հետ ինքը հայրենիք է փրկում։ Կանչեմ, որ ինչ անեմ, ժողովուրդ ջան, որ ձեզ ինչ ասի այդ մարդը։ Կամ կանչեմ, ասենք, միջուկային քամիների մասնագետների, բալաբոլների, ասենք, որոնք Պաղեստին են պաշտպանում, հա, ասենք, որոնք Իրանի չալմա են պաշտպանում, որոնք լրիվ Հայաստանի շահիդեմ, հա, ասենք, որոնք ձեզ տրամադրում են Ամերիկայի Միացյալ Նահանգների դեմ, իբր արևմտամետ ներկայանալով, ասենք, ինչ անեմ, ժողովուրդ ջան, ես գիտեմ, չէ, ասենք, դուք հիմա ինչ եք ուզում ինձ ասել, ես ում կանչեմ, որ ինչը, որ դες ինչ անեմ, որ դες խաբե։ Ուրեմն, եթե ես կգտնեմ, որ ինչ-որ մեկին պետք է կանչել, դա էքսկլյուզիվ կարգով կարող է ինչ-որ պահի ինչ-որ բացառություն անեմ։ Բացառությամբ, ասենք, դրսի մասնագետների։ Բայց նորից եմ ասում, այս ալիքը ես հայտարարեցի, չէ, որ ես չեմ պատրաստվում խորը մտնել Հայաստանի ներքաղաքական կյանքի մեջ։ Ես ձեզ տալիս եմ ընդհանուր պատկերացում, ընտրությունը ձերն է, ում ուզում եք ընտրեք, ինչ ուզում եք արեք, ում ուզում եք սիրեք, դա արդեն դուք եք ընտրելու, դուք եք այդտեղ ապրելու, ժողովուրդ ջան։ Ես ձեզ տալիս եմ ինչ է իրականությունը, ինչ կարող է լինել, որոնք են վտանգները, ես տալիս եմ կանխատեսումներ, ես ձեզ տալիս եմ ընթացիկ իրավիճակը, ես ձեզ տալիս եմ ինֆորմացիա, որոնք դուք ներսից կարող եք չկարողանաք ստանալ, հա։ Դրա համար եկեք հարգենք իրար, ես ձեզ նորից եմ խնդրում, բերանս բացել մի տվեք։ Ուղղակի հանգիստ, եթե մտել եք իմ ալիք, ասենք, ուզում եք այդ մարդիկ, ում որ դուք ցանկանում եք, տեսնեք հաստատ ինչ որ միտեղ կգտնեք, որ հարցազրույց են տալի։ Գնացեք նայեք, ինչի եք եկել այս ալիք, ինչու չես կանչում։ Լավ եմ անում, չեմ կանչում, իմ ալիքն է չեմ կանչում։ Այ քեզ բան։
1000 ասեցի, բերանս բացել մի տվեք։ Ես ինչ որ մի բան որ անում եմ, դրա պատասխաններ ունեմ։ Ուզում եք ձեր սիրելիներին եթերից խայտարականը մի արեք այդպիսի բան։ Ուրեմն մի բան հասկանում եմ, չէ՞։ Մի խոսքով։ Հələ սպասենք տեսնենք ով ով է։ Ես կարծեմ շատերից վերջում հիասթափություն է սպասելու։ Սպասենք տեսնենք ով ով է։ Ես ասել եմ, մի հատ հասկանանք ով ինչ է առաջարկում։ Մի հատ հասկանանք ով ով է վերջում դուրս գալու։ Բաներ կա նկատել եմ, չէ՞ որ ձեզ ասում եմ։ Շարունակենք։ Ուրեմն անսպասելիորեն Թրամփը իր True Social-ում հրապարակում է մի տեքստ, որտեղ ասում է հետևյալը Հայաստանի եւ Ադրբեջանի մասով։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ադրբեջանի նախագահ Ալիևի։ Հա կդրե գիտե պես էլ շեշտեմ։ Ես ասել եմ, ով որ Իրանա պաշտպանում, ով որ Պաղեստինա պաշխարում, ով որ դեմոնստրատիվ ամեն ինչ անում է, որպեսզի ասենք անկախ ամեն ինչից հասկես, ասել եմ Թրամփը լավն է, վատն է, Հայաստանին դա չպետք է վերաբերի։ Հայաստանը պետք է մտածի իր շահերի մասին։ Բայց երբ որ մարդիկ մտնում են արևմտամետ ձևանալով ակնհայտորեն ռուսական քարոզչություն են տանում տակից, բայց կոկորտերը ճղելով արևմտամետ են, դե ասել եմ ձեզ, մի կապ չունի, ես կարամ հայտարարեմ, որ ես բան եմ, չգիտեմ, ջրասուզակ եմ, բայց ես ջրասուզակ չեմ, չէ՞։ Իրականում հայտարարելով չի, չէ՞։ Ասենք մարդիկ իրանց խոսքի մեջ են, չէ՞, բացահայտվում ով են։ Խոսքի մեջ սկսում են, ասենք օրինակ համար պաշտպանել այն նարատիվը, ինչ որ Պուտինին է ձեռ տալիս։ Բայց կոկորտները ճղելով արևմտամետ են ձևանում, ժողովուրդ, տենց չի լինում։ Ես նայում եմ բովանդակությանը։ Ես նայում եմ ու հետ են նստում վեր կենում։ Ես նայում եմ ինչ են տակից առաջ տանում։ Մտածելով կամա թե ակամա, տեսեք նախորդ չեմ ասում որ տես բան է ինչ-որ կարող է ակամա է, կարող է իրենց ուրեմն մտքի թռիչքն է այդքան կամ մտքի անկում է իրենց մոտ մտքի թռիչք չի։ Հասկանում եք, ես չգիտեմ, չեմ ուզում տեսեք ասեմ, չգիտեմ, անպայման ուղղորդված են կամ անպայման կարող է ակամա է այդպես, կարող է իրենց մտավոր ունակություններն է այդքան, ես չգիտեմ, չեն հասկանում գուցե։ Բայց ես ոչ եմ բերել որ այս ալիքից առանց էդ էլ բազմաթիվ մարդկանց հրավիրեցի, սարքեցի, ասենք, չգիտեմ, ճանաչված, ասենք, չգիտեմ, ավելի ճանաչված քան կարող էին երազեին եւ այդ մարդիկ տեսակ, ասենք, շատերը ինչ դուրս եկան, ասենք, դրա համար ես չեմ ուզում կրկնել այդ սխալներից, հիմա շատ ավելի զգուշ եմ լինելու, Ժորժ ջան, շատ ավելի զգուշ եմ լինելու։ Մի խոսքով, մեկը սազանդար դարավ, մյուսը այն, մյուս երրորդը այն, չորրորդը այն, կարևորը, ասենք, իմ շնորհիվ, ասենք, դրեցին իրանց ալիքները բացեցին տենց շատերը եւ այլն, տենց եւ այլն։ Չեմ ուզում հիմա կոնկրետ անուններ տալ, որտեղ կան մարդիկ, որոնք ասենք բան չունեմ ասելու, հələ չգիտեմ էլ ասենք, չեմ ուզում նախորդ ինչ որ բաներ ասել, կան մարդիկ, որոնք արդեն པարզ է, որ սխալվել եմ, ասենք, եւ այլն, այսպես շարունակ շատ սխալներ եմ թույլ տվել, շատ մարդիկ են եղել իմ ալիքում, որ պետքա չլինեին, Ժորժ ջան։ Դրա համար եկեք ես թողեք անեմ իմ աշխատանքը, որը շատ ավելի կարևոր եմ համարում։